Եկիր, մայրեր, որ գիրքը փողայինեց։ Հարգարժան տնօրինություն, թանկագին ուսուցիչներ, սիրելի մայրիկներ ու հայրիկներ, տատիկներ ու պապիկներ, հարգելի ներկաներ։ Ձեր թույլտվությամբ ես կամփոփեմ մեր ինչուիկներից սկսած հետաքրքիր խաղը։ Ինչպես տեսնում եք, մրցաշարային աղյուսակը ցույց է տալիս, որ բոլորն ունեն հավասար միավորներ։ Այն փաստում է, որ մեր խաղի ավարտին բոլոր երեխաները հաղթանակած են։ Եվ բոլորին տրվում է պատվոգիր ամենախլացի նախագծին մասնակցելու և այբելիկ կոչման արժանանալու համար։ Իմ սիրելի սանիկներ, շնորհավորում եմ ձեզ մեծագույն տոնի առիթով։ Ես հպարտ եմ և շատ ուրախ, որ մենք երկար, տեղական և տքնաջան աշխատանքի արդյունքում վերջապես ունեցանք այն կարևոր սեփականությունը մեր ոսկեղենիկ, մայրենի և մեծրոպրակիր այբուբենը, որ ոչ ոք ձեզանից չի կարող խլել, ոչ մի թշնամի, ոչ մի փոթորիկ, ոչ մի արհավիր, այն չի կարող ձեզանից գողանալ։ Դուք այսօր շատ հարուստ եք, ունեք այն ամենը, ինչը երկար հազարավոր տարիներ հայ ժողովրդին հայ է պահել։ Մենք երգով ու պարով, խաղով ու տաղով սովորեցինք, չարչարվեցինք, դարձանք գրաճանաչ, տառաճանաչ և այսօր կարող եք հպարտությամբ գոչել, որ դուք հայ եք և քրիստոնյա եք։ Ունենալով այդ մեծ հարստությունը կարող եք աշխարհի տարբեր երկրներում ծածանել Հայաստանի եռագույն դրոշը և բարձր պահել ձեր ծնողների պատիվը։ Խոսքը փոխանցում եմ ծնող կոմիտեին Իրինա Աթաջանյանին։
համար։ Շնորհակալություն ենք հայտնում ձեզ ամբողջ դասարանի ծնողների անունից։ Սիրելի երեխաներ, ձեզ նույնպես շնորհավորում ենք։ Դուք մուտք գործեցիք հայոց այբուբեն եւ ավարտեցիք այսօր ձեր այբերի տոնը։ Դուք տարաճանաչ դարաք, ձեզ նույնպես շնորհավորում ենք։ Ընկեր Նազարյան, ձեզ նույնպես շնորհակալություն։ Ձեր երգի հնչյունների ներքո մեր երեխաները երգով բարով այսօր ուրախացան։ Կրկին եւս խոնարհվում ենք ձեր առաջ։ Խոսքը փոխածը այսօր մեր դահլիճում ներկայացնի դպրոցի տնօրեն եւ խոսքը փոխանցը նրան։ Սիմոն Սարգսյան։ Ես նույնպես շնորհավորում եմ այս փոքրիկ ձեր տոնի արդիվ։ Այսօր դուք արդեն իսկապես գրաճանաչ եք դառել։ Տիկին Սարգսյանը ձեզ առջև բացեց գիտության դռները։ Քայլեք հպարտ եւ համարձակ։ Շատ դժվարություններ կլինեն։ Գլուխներդ այդ դժվարությունների առջև երբեք չկախեք։ Միշտ ինչպես ասացի, քայլեք հպարտ։ Շնորհավորում եմ, ցանկանում եմ ամենալավ բաները։ Բարև ձեզ, հարգելիներս։ Այսօր ձեզ հետ միասին մենք եկանք Պարուր Սևակի բարերով ասած, թե ինչպես մեր այս գեղեցիկ բարիկները, փոքրիկները, այբիբենականները անկարելին, կարելի դարձրին իրենց քաղցրահնչյուն արտասանություններով, երգով ու բարով։ Թող անկարելին կարելի լինի համայն աշխարհում, Արցախյան ազատամարտերում, ձեզ այստեղ նստած հավաքվածներից, ձեզ փոքրիկ իմ սիրելիներ, որ այս անկարելին կարելի դառնա ձեր ողջ կյանքում, վաղը հենց հիմա, որ դուք կարելի դարձրիք, դուք կարելի դարձեցիք մի մեծ անուն, մեծ համբավ մարդու նորից, որի անունը Մեսրոպ Մաշտոցն է։ Այո, մենք կայինք նաև նրանից առաջ, և շատ դարեր առաջ, հայազգը կար, բայց մենք չունեինք ինքնություն, մենք մարմին էինք, բայց հոգի չունեինք, մենք գրում էինք ուրիշի գրերով, ուրիշի լեզվով էինք սովորում, եկավ այր մի Մաշտոց, ծնվեց, որ ծնենք, եղավ, որ լինենք, և անմահացավ, որ անմահանանք։ Ես ուզում եմ իմ շնորհակալական խոսքն ասել այս գեղեցիկ այբբենականներին, որ ինձ 11 տարի չեմ հանդիպել այսպիսի այբբենի տոնին, ինչպես այսօր եմ ես հանդիպել։ Ես շնորհակալ լինենք ձեր առաջին ուսուցչին, ընկեր Սարգսյանին և երաժշտական ուսուցչին, որ իրենց խոսքով, երգ ու բառով մեզ անկարելին կարելի դարձրին։ Շնորհակալ ենք ընկեր Ստեփանյանին, պարոն Ստեփանյանին, որ ունի այսպիսի առաջի դասարանցիներ այբբենականներ, հզորը այն ազգը, որ ունի ուժեղ ուշություն, շնորհակալ եմ ձեզ, ընկեր Ստեփանյան, որ ձեզ շրջապատել եք ուժեղ ուշությամբ։ Ճատրակը շախմատ է, հայերեն նշանակում է ճատրակ, շախմատը։ Քարերը շարել է, եկ շախմատ խաղանք, իսկ նա սովորել է 4 տարեկանից։ Եվ այբբենը գիտեր, մինչև այստեղ, երբ ես անցնում էի իրենց այգու մոտով, կանչում էի Խաչիկ Դաշտենցի ռաշպանների կանչը, այբենգին, ինքն տեղից գոչում էր, ել հովակին, դա եչ զար, լսիր եզան, էլ ըթոր, ուր է թաթոր, խեցակեր,
Եվ ով է, ինչ զով է, սիրելիներս, հարգելիներս, այստեղ նստած բոլոր անձնավորություններ, քաղցրիկ բալիկներ, թող զով անուշ լինի այս բացվող կարումը, հայոց այբուբենով և մեծ շապատվա, Զատիկի տոնի արդիվ Սուրբ Էշմիածնի կողմից նկարահանված հայոց այբուբենի գոբելին նկարը հանձնում եմ ձեզ, որ դուք կախեք ձեր դասանի միանքնում կամ պատին, որպեսի նավիշ սրտի ձեզ գիտակ դարձնելու ճորապատին։ Այսին անգամ կերակալություն։ Սիրելի առաջին դասարանցիներ, ձեզ ողջունում էր մեր քաղաքի, մեր մարզի, վաստակաշատ, ոսկե մեդալակի, ամենաճանաչված ուսուցչուհիներից մեկը, Տիկին Մանյա Մարտիրոսյանը, որ իր աշխատանքային ողջ գործունեությունն աննվիրել էր երեխաներին։ Ու այսօր մեզ համար շատ հաճելի է, որ նորից ընկեր Մարտիրոսյանը մեզ հետ է, մեր երեխաների հետ է, ուրախանում է երեխաների հաջողություններով ու ձեռքբերումներով։ Շնորհակալ ենք ընկեր Մարտիրոսյան, շնորհակալ ենք ընկեր Սարգսյան, Մեղրիից այստեղ ժամանելու, մեր փոքրիկների ողջունելու ու շնորհավորելու համար։ Սիրելի առաջին բեդասերանցիներ, ես ամենևին չէի կասկածում, ավելի ճիշտ համոզված էի, որ սեպտեմբերի 1-ին ձեր տված խոստումը դուք կատարելու եք։ Եվ այսօր դուք ապացուցեցիք, որ դուք ձեր խոստման տերն եք, որ յուրացրել եք հայոց այբուբենը, որ ծանոթ եք մայրենի լեզվի գաղտնիքներին և ունեք այն հիմքը, որի վրա կառուցելու եք ձեր հետագա ուսումնական գործունեությունը։ Շնորհավորում եմ ձեզ ու մաղթում հետագա հաջողություններ, կանաչ ու անխոչնդոտ ճանապարհ։ Ճիշտն ասած, մենք այսօր մեր խաղին հյուրերի ենք սպասում Սյունիքի մարզային գրադարանից մասնակից, այն զորամասից հրամանատար, բայց այսօր նրանք չներկայացան, սակայն էլ ավելի հետաքրքիր անակնկալ էր, այս համար իրոք անսպասելի անակնկալ էր Տիկին Մանյա Մարտիրոսյանի և պարոն Սարգսյանի ներկայությունը, որ ավելի մեր միջոցառման լրացուցիչ, ավելի գրավիչ հատվածն էր, անչափ շնորհակալ եմ, պատիվ ունեն ձեր առաջ ներկայանալու և կարծում եմ ամեն ինչ հաջող ստացվեց։ Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել բոլոր մայրիկներին, ուսուցիչներին, ընկեր Նազարյանին, սրտացավ վերաբերմունքի, մայրիկներին պատրաստական իրենց աջակցության, որ ցանկացած պահին օգնում և սատարում են մեզ։ Շնորհակալություն։